Բարև ձեզ հարգելի բարեկամներ, այսօր խոսենք ստոմատիտի մասին։ Ստոմատիտը դա բերանաբորբն է, որը լինում է բերանի լորձաթաղանթի բորբոքում։ Սկզբնական շրջանում այն առաջանում է տհաճ զգացողություններ, որից հետո կարող է առաջանալ ցավոտ խոց, ինչից է առաջանում հիվանդությունը։ Հիվանդությունը առաջանում է վիրուսներից, միկրոբներից, բերանի խոռոչի վատ հիգիենայից, ինչպես նաև տարբեր տեսակի հիվանդություններից, վիտամին C-ի պակասությունից, ալերգիայից եւ օրգանիզմի դիմադրողականության անկումից։ Բերանի խոռոչում, ներողություն, բերանի խոռոչում ի հայտ են գալիս տարբեր տեսակի խոցեր, որոնք լինում են ցավոտ, դրանք առաջանում են այտերի, շրթունքի եւ քիմքի լորձաթաղանթի վրա։ Բուժման համար ժողովրդական բժշկության մեթոդներով, որը շատ արդյունավետ է, կարող եք օգտագործել հապալացի պտուղները, հապալացը դա գալուբիկանը, վերցնում եք 1 ճաշի գթալ 4 պտուղներ, լցնում եք 1 բաժակ եռման ջրի մեջ, թրմում եք 2 ժամ, այնուհետև քամում եք եւ օրը 5-6 անգամ կատարում եք բերանի խոռոչի ողողումներ։ Մյուսը դա կարող եք վերցնել հաղարջը դա սմարոդինան է, կարևոր չի սև կամ կարմիր, տերևները չորացրած վիճակում, մանրացրած վիճակում 2 ճաշի գթալ լցնում եք 1 բաժակ դարձյալ եռման ջրի մեջ, թրմում եք 1 ժամ, քամում եւ կատարում եք ողողումներ։ Շատ լավ կլինի, որ պատրաստեք մեծ քանակությամբ եւ նաեւ խմեք, որը հակաբորբոքիչ շատ հզոր նշանակություն ունի։ Մյուսը վերցնում եք հալվեի հաստ տերևները, վրայից մաքրում եք կեղևը եւ այդ փշերը, կտրատում եք այդպիսի մեծ կտորներով եւ կարող եք այն ծամել։ Օրը մի 2-3 կտոր կարող եք ծամել, շատ լավ կլինի, որ հետո օգտագործեք նաև քիչ քանակությամբ մեղր, որը ավելի արդյունավետ է դարձնում բուժումը։ Սովորաբար 2-3 օր անելուց հետո այդ երևույթները բերանաբորբը վերանում է։ Հարգելի բարեկամներ, դες առողջություն եմ ցանկանում, խնդրում եմ գրանցվեք, սեղմեք զանգակի վրա, դա մեզ բավականին օգնում է եւ դուք ձեր շնորհիվ մեր հաղորդումները կտարածվի եւ ավելի շատ դիտորդներ կունենանք։ Ուզում եմ այսօր ձեզ ցույց տամ իմ գիրքը ռուսերեն լեզվով, որը կոչվում է Լեչեբնիկ, սա իմ առաջի գիրքն է։ Գիրքը հանրագիտարան է, այստեղ ներառված են բոլոր հիվանդությունները եւ նրանց բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով։ Գիրքը ունի իր պատկերասրահը, որտեղ ներառված են բոլորային բույսերը, որոնք օգտագործում են հիվանդությունները բուժելիս, տակը գրված է 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, լատիներեն։ Գիրքը ունի նաև իր բառարանը հետևում, շատ մանրազնին մշակված գիրք է, գրված են տարբեր բույսերի մեջ ինչեր կան, ֆերմենտներ, կոֆերմենտներ, վիտամիններ, որ բույսը ինչքան է պարունակում, բույսերի հավաքման ժամկետը, չորացման ձևերը, մշակման եւ այլը, որը որ սեզոնին պետք է հավաքել, օրվա որ ժամին եւ այլը։ Գիրքը 630 էջ է եւ հանդիսանում է դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Ուզում եմ ձեզ ցույց տամ այսօր իմ Մարիա քսուկը, ինչու Մարիա, որտեղ այն դրել ենք Աստվածամոր անունով, ունի այսպիսի գույն, քսուկը լրիվ բնական է, չկան ոչ մի քիմիական տարր եւ օգտագործում են տարբեր տեսակի ցավերի ժամանակ, նյարդացավերի, մկանացավերի, ինչպես նաեւ որպես կոսմետիկ քսուկ, դեմքը մաքրելու, այրան շրջանառությունը լավացնելու, մաքրում է դեմքի վրայի պիգմենտները, բծերը, պայծառացնում է դեմքը, սպիտակեցնում է մաշկը, մաքրում է մաշկի վրայի
ծերացած եւ մեռած բջիջները մաշկը ընդունում է իր նորմալ տեսքը։ Քսուկը նաեւ ցավազրկող է, այս քսուկի երկրպագուները ներողություն շատ են եւ քսուկը ունի մեծ պահանջարկ։ Դե ձեզ առողջություն եմ ցանկանում կրկին, միշտ նոր հանդիպում, եթե կունենաք հարցեր, կարող եք գրել նաև ձեր կարծիքները, ձեր ինչ եք ցանկանում ավելի իմանալ, տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38, միշտ նոր հանդիպում։